Եվ այսպես, ելերուս տայտողներ, մենք շարունակում ենք քննարկել նախընտրական ցուցակները, այսօր հայտնի դարձավ արդեն մի 2-3 ժամ առաջ օրինաց Երկիր կուսակցության նախընտրական ցուցակը, վաղը հավանաբար կլինի նաև Դաշնակցության կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը, հայտնի են արդեն Ժառանգության եւ ամենախոշոր իշխանական ուժի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակները։ Դուք գիտեք, որ Հանրապետականը իր մեսիջներում խոսում է թարմության, նորովի, նոր դեմքերի մասին եւ հատկապես ցուցակում շատ է քննարկվել 15-ից 19-րդ տեղերը Մանվել Գրիգորյան, գիտեք, ԵԿՄ նախագահ Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան։ Վերջինս այսօր մեր տաղավարում է։ Բարի երեկո, պարոն Բաբուխանյան, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Բարի երեկո։ Սերիալստատողներ 34 90 53 զանգարեք եւ ձեր հարցեր ուղղեք Հայկ Բաբուխանյանին։ Պարոն Բաբուխանյան, փաստորեն ստացվում է, որ Հանրապետականի ցուցակի նոր թարմ դեմքը դուք եք։ Դուք ձեզ ընդունում եք որպես նոր թարմ դեմք ցուցակում։ Հաճելի էպիթետներով եք սկսում մեր զրույցը։ Այսպես է քաղաքական տրամաբանությունը Հանրապետականի։ Քաղաքական տրամաբանությունը, այո, այդպիսին է, որ Հանրապետականը հանդես է գալիս լայն քաղաքական եւ հասարակական ճակատով այս ընտրություններում, ընդգրկված են 7 կուսակցություններ, ընդգրկված են ԵԿՄ-ն, ընդգրկված են մի շարք ուրեմն հասարակական կազմակերպություններ եւ այդ ամենը իհարկե ստեղծում է լայն քաղաքական եւ հասարակական սպեկտր, որը արտահայտված է ցուցակի գոնե այն մասում, որը որ պաշտոնապես արդեն հայտնի է։ Պարոն Բաբուխյան, բայց երբ ասում ենք լայն քաղաքական սպեկտր, թույլ տվեք ասել, որ այս կուսակցությունները Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, ձեր կուսակցությունը ՍԻՄ-ը, Քրիստոնյա դեմոկրատականը երբեք այս վերջին ընտրություններում էլ 5%-ը չանցան եւ 1-2-3%-ից ավել չունեն։ Սա կարելի է անվանել քաղաքական լայն սպեկտրի ներգրավում։ Եթե դուք նկատի ունեք 2007 թվականի ընտրությունները, ապա ես ձեզ կարող եմ առաջարկել քննարկել նախորդ ընտրությունները 2003-ը կամ թեկուզ 1999-ը։ Վերջին ընտրությունները։ Գիտեք ինչ, վերջի ընտրություններից անցել է 5 տարի եւ ուրեմն եթե կարելի է 5 տարվա հնության բամ քննարկել, իդեպ ՍԻՄ-ը չի մասնակցել այդ ընտրություններին, եւ նույն կարգով կարելի է քննարկել, ասենք 99 թվականի ընտրությունները, երբ որ իրավունք եւ միաբանությունը դրանք լայն հասարակական սպեկտր։ Երբ որ իրավունք եւ միաբանությունը, ձեզ պետք է հիշեցնեմ, վերցրեց 3-րդ տեղը ընտրություններում եւ դարձավ 3-րդ քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետությունում։ Այդպես որ ես կարծում եմ, որ շատ կարեւոր է այդ լայն հասարակական սպեկտր ստեղծելը, լայն քաղաքական սպեկտր ստեղծելը, այդ սպեկտրով հանդես գալը, ներկայացնելը ուրեմն տարբեր շերտերի, տարբեր ուղղվածությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների, իհարկե նաև ԵԿՄ-ի եւ Ջավախքահայության կազմակերպություններ կան, այսինքն փորձ է կատարվել ընդգրկել ամբողջ սպեկտրը Հայաստանի Հանրապետության այս հասարակական քաղաքական սպեկտրը։ Ես կարծում եմ, որ դա այո նոր խոսք է, գոնե ուրեմն վերջի շրջանի համար, թեև մինչ այդ եղել են փորձեր, դաշինքներ տարբեր տեսակի եւ այլն։ Պարոն Բաբուխյան, երբ որ ասում եք նոր խոսք է, ես ուզում եմ հասկանալ ով է նոր խոսք։ Հանրապետական ցուցակը, որ նայում եք, ցանկացած ցուցակ մեսիջը համաձայն եք։ Այնտեղ կա կուսակցական նոմենկլատուրա, այնտեղ կա չինովնիկական նոմենկլատուրա, դուք Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ գեներալ Մանվելը։ Որտեղ է թաքնված նոր խոսքը։ Ուրեմն նախ որտեղ է թաքնված նոր թարմ դեմքը։ Որն է, ով է։ Ցանկացած կուսակցության, կարծեմ առաջի շարքերում հենց կուսակցական նոմենկլատուրան է եւ ոչ միայն երևի Հանրապետական կուսակցությունը, ցանկացած կուսակցությունը հրապարակվեն ցուցակները նաեւ վաղը կան ցուցակներ արդեն հրապարակված եւ դա բնական է, որ պետք է կուսակցության ակտիվը, կուսակցության, ինչպես դուք եք անվանում, ես ասում եմ ուրա թարմությունը լինի կուսակցության առաջին շարքում։ Թարմությունը ինքը գաղափարն է, որ Հանրապետական կուսակցությունը գնաց ոչ թե իր միանձնյա, այսպես ասած, նեղ ցուցակով, այդպես պայմանական առերն ասենք, այլ ընդլայնեց այդ ցուցակը, ընդլայնեց դեպի քաղաքական եւ հասարակական սպեկտր։ Դա Հանրապետական գումարած Խոսրով Հարությունյան, Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան հավասար թարմության։ Ուրեմն դուք կայք դեպքերը բոլորը գիտեին։ 7 կուսակցություններ, 7 կուսակցություններ։ Նրանք ովքեր են, ես ճիշտ չեմ ճանաչում։ Դե քննարկենք ցուցակը։ 3 հասարակական կազմակերպություն, ԵԿՄ-ն եւ այլ։ Այսինքն հետո Հայկ Բաբուխանյան չի
Սիմ կուսակցությունն է, Արտաշես Գեղամյան չի, այլ ազգային միաբանություն Այնտեղից կուսակցությունն է։ ուրիշ մարդիկ կան։ Այո, Սիմ կուսակցություն ներկայացրել է 3 մեր ցուցակը այդտեղ 3 հոգուց է բաղկացած։ Հիմա դուք քանի որ հանրապետական անդամ իր պայր համագումարում, իր բանաձևում համագումարի խոսում էր նոր թարմ դեմքերի գալու մասին, դուք ձեզ համարում եք այդ նոր թարմ դեմքերի մեջ, թե ոչ։ Հարգելի պարոն Ղազարյան, ես 25 տարի քաղաքականության մեջ եմ եւ այդ առումով ուրեմն իհարկե երիտասարդ քաղաքական գործիչ չեմ, բնականաբար ինչպես դուք գիտեք։ Խոսքը ոչ թե նոր, այսպես ասած, նոր ինստիտուտ ավարտած մի երիտասարդի մասին է, որը եկել է քաղաքականություն։ Իհարկե դա ազգային ժողովի, այսպես ասած, խնդիրը չէ, այդպիսի երիտասարդներով համալրելը։ Խոսքը նոր մեթոդներն են, նոր մոտեցումներն են։ Ինչու՞մն է նորությունը, ես ում հասկանում։ Կրկնում եմ։ Չէ, որ գեներալ Մանվելը, Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը իրար հետևից են գալի, դա իրոք նորություն է եւ թարմություն է, բայց արդյոք սա այն սպասված նորությունն էր, որը հասարակությունը այդ թարմությունը այն է, որ հանրապետական կուսակցությունի տարբերություն այլ շատ կուսակցությունների եւ ուրեմն նախկինում նաև իշխող ուրեմն կուսակցությունների դիրքորոշումների ընդգրկել է իր կուսակցության ցուցակում լայն սպեկտր։ Դա կարելի ասել ճակատ, դա կարելի ասել ուրեմն մի հոսանք, կարելի ասել շարժում, որը որ նպատակաուղղված է նորացնելու մեր կյանքը, որը նպատակաուղղված է բարելավելու կյանքը, լուծելու ազգային խնդիրները։ Մոտեցումը հետևյալն է, այդ մոտեցումն է նորություն։ Մոտեցման մեջ է կատարված նորարարությունը, եւ այդ նորարարությունը, այո, մեր հանրապետության հասարակությունը սպասում էր, որպեսզի ձևավորվի մի ճակատ, լայն ճակատ, ոչ թե բոլորը սահմանափակվեն իրենց նեղ կուսակցական, այսպես ասած, հոսանքներով, այլ փորձեն ընդլայնել այդ ճակատը, փորձեն ընդգրկել հնարավորին չափ շատ ուժեր եւ այդ շատ ուժերով լուծել այն բարդ խնդիրները, որոնք կան եւ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ։ Պարոն Բաբուխարյան, այսինքն ձեր եւ ցուցակի տրամաբանությամբ հասարակությունը սպասում էր, որ Արտաշես Գեղամյանը, դուք, Խոսրով Հարությունյանը եւ գեներալ Մանվելը կմտնեք եւ հենց սա էր պակասում հանրապետականին, որ մեր ռեֆորմները ավելի էֆեկտիվ կատարեին։ Այ ձեր բացակայությունն էր խանգարում, որ երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրները, կոռուպցիան, արտագաղթը վերացնեին էֆեկտիվորեն։ Թե ինչ էին խանգարում։ Սա էր պակասում։ Ինչ էր խանգարում հանրապետականին։ Պարոն Ղազարյան, ինչ էր խանգարում կոալիցիային լուծել որոշ խնդիրներ, իհարկե շատ բաներ խանգարում կոալիցիային լուծել որոշ խնդիրներ։ Եվ ցուցակը տվեց այս լուծումը։ Բայց երբ որ դուք անդադ շեշտում եք, ասենք Խոսրով Հարությունյանը, Ես թարմության մասին եմ խոսում, պարոն Բաբուխարյան։ Չէ, դուք եթե ուշադիր նայեք, թարմությունը ոչ միայն նրանումն է, որ կոնկրետ ասած այդ 3 տեխնացություններն են այսօր, կամ 4 տեխնացություններն են ներգրաված, այլ ել եմ ասում ներգրաված են կուսակցություններ։ Իսկ կուսակցությունը իր լիդերը եւ իր, ասենք, կոնկրետ մեր կուսակցությունից եւ փոխնախագահն է ներգրաված եւ երիտասարդական կազմակերպության ղեկավարը։ Գիտեք ինչ է նշանակում մարդ չի ճանաչում։ Մի դեպքում դուք դժգոհում եք, որ մեզ շատ լավ են ճանաչում, ասենք, ես 20 տարի է քաղաքականության թարմը եւ անճանաչելի։ Մյուս դեպքում դուք ասում եք, բա իրաց մարդ չի ճանաչում։ Հիմա դուք թարմը եւ անճանաչելի դրանք տարբեր բաներ են։ Ուրեմն թարմը այն մարդն է, որը որ չի երևացել ըստ ձեզ։ Իա ոչ մեկ չգիտի, առաջին անգամ դուռը բացում ասում բարև ձեզ, ես եկել եմ падգամավոր դառնալու։ Բա թարմը ո՞րն է։ Դուք եք այդ իդեաները ասում, ինձ մի հարցրեք, դուք հանրապետական ցուցակում չեք, հանրապետականն ասում թարմ, նոր, նորովի։ Մենք տեսնում ենք հին հնովի։ Եթե դուք ուրեմն չեք կարողանում տեսնել նոր մոտեցումը, պարոն Ղազարյան, այլևս օգտակար չեմ կարող լինել։ Գնացինք առաջ։ Հիմա այս 15-ից 19 տեղերը շատ բան են, էլի։ Գեներալ Մանվել, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխարյան։ Ձեզ մի տեսակ այս ընկերակցությունը, ասենց, ոնց ասեմ, քաղաքական տրամաբանությունը, թե ինչ տրամաբանություն է, ոնց է այս ամեն ինչը բացատրում, այդ ցուցակի այս հատվածը, որ դուք հայտնվել եք իրար կողքի, պարոն Բաբուխարյան։ Իսկ ի՞նչն է ձեզ զարմացնում կամ շատ խայտաբղետություն, հասկանում եք, գեներալ Մանվել, Շուշան Պետրոսյան, Հայկ Բաբուխարյան, խայտաբղետ է։ Ուր է քաղաքական լոգիկան։ Ուրեմն ասեմ ձեզ, որ խոսքը գնում է ազգային պահպանողական գաղափարախոսության մասին, ընդհանրապես, որպես հիմք, որի հիման վրա կառուցվում է այս պայմանադաշինքը։ Ես դες մի հատ գաղտնիք ասեմ, Խոսրով Հարությունյանը քրիստոնյա դեմոկրատ է։
Դուք բացեցիք մեզ գաղտնիք, հա, բացեցիք մեզ գաղտնիք։ Ազգային պահպանողականությունը ստեղ ինչի մեջ է երևում, ես չգիտեմ։ Ազգային պահպանողականությունը դա ընդհանուր պլատֆորմն է, ընդհանուր գաղափարական բազան է, որի հիման վրա հավաքվում է այդ ուժը, ստեղծում է այդ լայն ճակատը եւ այդ ճակատը փորձելու է լուծել խնդիրները։ Եթե դուք տեսնեք, ուրեմն նույն Խոսրով Հարությունյանի ելույթները, եթե դուք նայեք Արտաշես Գեղամյանի մի շարք շատ կարևոր ուրեմն դրույթներ, որոնք ներկայացվում են նաև իր վերջի հրատարակված գրքերում, դուք կտեսնեք, որ կա մեկ ընդհանուր գաղափարախոսական բազա, եւ այդ բազայի հիման վրա ստեղծվել է ուրեմն այդ ես անվանում եմ պայմանադաշինքը։ Եվ եթե դուք կոնկրետ Շուշան Պետրոսյանի հարցն եք քննարկում, ինչ եք կարծում, մեր մշակույթի ասպարեզը չպետք է ներկայացված։ Ես առանձին չեմ քննարկում։ Ես քննարկում եմ ցուցակը ընդհանրություն մեջ։ Օրինակ Մանվեր Դյուքրանը մեկ ընդդիմությաններ պաշտպանում, հետո իշխանության հետ, հետո ընդդիմության հետ, հետո իշխանության հետ, սա գուցե ազգային է, բայց մի քիչ պահպանողական չի, համաձայն եք։ Ոչ, համաձայն չեմ։ Ազգային գիծ է մեր մոտ, բայց պահպանողականը մի քիչ այն չի։ Ազգային, հա, բայց ուրեմն եկեք տեսնենք։ Մենք ուրախ ենք, որ երկրապահ կամորական միությունը ներկայացված է լինելու խորհրդարանում, թե ոչ։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է երկրապահների հարցը լուծել, սոցիալական կլինի, իրանց ուրեմն դրա համար պակասում է, որ գեներալ Մանվելը դառավ պատգամավոր, դա էր խանգարում։ Բազմաթիվ ուրեմն հայրենասիրական եւ դաստիարակության խնդիրներ ունեն։ Եթե դաստիարակ են, ի՞նչն է նրանց խանգարում։ Կա շերտ, կա հասարակության մի սեկտոր, այդ սեկտորը ներկայացված է լինում եւ դա շատ նորմալ է։ Եվ այդ սեկտորը ներկայացված է լինում պարլամենտում, եւ երբ որ քննարկում են այն բանը, որ գիտեք ինչ, մենք չենք կարողանում, եւ շատ ճիշտ է դեպ, չենք կարողանում ուրեմն ճիշտ ձևով ուրեմն լուծել սոցիալական խնդիրները մեր պատերազմի մասնակիցների, Արցախյան պատերազմի մասնակիցների, չեն կարողանում ճիշտ ներկայացնել այդ պատերազմը մշակույթի ասպարեզում, ասենք կինոարվեստը, վերջերս հոյակապ ֆիլմ ցույց տվեցին, բայց դա առաջին, այսպես ասած, ծիծեռնակներից էր։ Մենք չենք կարողանում դա ներկայացնել, ասենք գրականության մեջ եւ այլ եւ այլ։ Բոլոր այդ հարցերը, այդ շերտի հարցերը, մենք չենք կարողանում ճիշտ դաստիարակել երբեմն երիտասարդների այդ բոլոր հարցերը, այդ բոլոր հարցերը մենք ունենք այսօր օրակարգում, մենք ունենք ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը, մենք ունենք երկրապահի կերպարը բարձրացնելու որպես երկիրը պահողի կերպար, որտեղ մենք ունենք արտաքին մեծ խնդիրներ եւ կարծում եմ, որ այդ հասարակական շերտ, այդ հասարակական կազմակերպությունը, մեր կռվող տղաները, այո, պետք է ներկայացված լինեն խորհրդարանում։ Եթե այդ երկրապահները, այդ կազմակերպությունը ընտրել է իրեն ղեկավար, ուրեմն գեներալ Մանվելին, ուրեմն այդ գեներալը պետք է այո ներկայացնի այդ կազմակերպությունը, այդ շերտին, այդ հասարակական մի հոսանքին պարլամենտում եւ ես էլ եմ ասում բազմակարծությունը, բազմաներկայությունը դա այդ նորարարությունն է, որ այսօր կա եւ այդ նորարարությունը միայն կարելի է ողջունել։ Այսինքն նորություն, թարմություն, թարմ դեմքեր մենք սխալ ենք հասկացել։ Մենք պետք է հասկանանք թարմ մոտեցում ցուցակը կազմելու հարցում։ Թարմ դեմքեր ես չգիտեմ, դուք ոնց եք լսել, ոնց եք հասկանում դա։ Ես նորից եմ ասում, եթե մենք ասում ենք դրական բարեփոխումներ, ռեֆորմներ, քաղաքական, պարլամենտական բարեփոխումներ, դա նշանակում է ներկայացնել ճակատ, ներկայացնել բազմակարծություն, դա նշանակում է ներկայացնել հասարակական եւ քաղաքական նոր կազմակերպություններ այդ միասնության մեջ։ Այո։ Ցանկացած ցուցակ, պարոն Բաբուխարյան, մեսիջա, չէ՞։ Երբ որ մենք կարծում ենք հանրապետական ցուցակը, մենք էլի ասում, տեսնում ենք չինովնիկների նոմենկլատուրան, տեսնում ենք կուսակցական նոմենկլատուրան, եւ տեսնում ենք մի քանի մեզ վաղուց հայտնի գործիչների։ Հիմա, եթե սառը դատենք, պարոն Բաբուխարյան, այդ ցուցակը ավելի շատ մեսիջա, որ ամեն ինչ նույնն է մնալու, թե ավելի շատ մեսիջա, որ մենք փոխելու ենք, փոփոխվելու ենք, մտածելակերպն է փոխելու, մոտեցումներն է փոխելու։ Իմ տպավորությամբ մեսիջա, որ այդքանը շատ բան չի փոխվելու, որտեղ ասած այդ բոլոր մարդիկ պատգամավոր չէին, բայց նրանց գործունեությունը բոլորս տեսել ենք բազում տարիներ, եւ պատգամական մանդատը նրանց մտքի պայծառացմանը դժվար թե շատ նպաստի կամ փոփոխությանը ներքին։ Ուրեմն եթե այդպես նայեք, պարոն Ղազարյան, դուք բոլոր կուսակցությունների ցուցակները ես կարող եք վերցնել, տեսնել ձեզ հայտնի ծանոթ դեմքեր, բացի երևի ժառանգության ցուցակում բանը Թևան Պողոսյանն է հայտնվել, որ այսպես ասած ես յալ մինչև էլ գիտեի։
պարզվեց ձեզ համար ընդհանրապես ոչ մի նորություն չկա։ Չէ, այնտեղ բլոգեր, լրագրող կա։ Բլոգեր կա Իսաբելա կարծեմ անունով։ Դուք մանրամասն ուսումնասիրել եք ժառանգություն ցուցակը։ Այո, մեծ հաճույքով այո։ Եվ պարզի, որ ոչ մի չի փոխվում։ Ժառանգությունը ձեր մեթոդն է կիրառել, նայել։ Ում ասես, ոնց ասես եւ մեթոդը նույնն է, այսինքն մեր մեթոդը ներողություն, դուք ուզում եք նենգափոխել, այսպես խոսքի արանքում մեր մեթոդը։ Մեր մեթոդը ում ասես եւ ոնց ասես չի։ Մեր մեթոդը այն մեթոդը, որը կիրառել է, այսպես ասենք, ժառանգությունը։ Նկատում լայն հասարակական կոնսոլիդացիա։ Ժառանգությունը ուրեմն երկու կուսակցությունները փորձել են ուրեմն միավորվել այդտեղ, ինչ վերաբերում է հանրապետական կուսակցության ցուցակին, ես ասացի, որ դա արդեն իսկապես լայն է, երկուսը լայն չէ։ Երբ որ 7 կուսակցություն է, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են, հայրենակցական միություններ են եւ այլ, դա արդեն լայն է։ Եվ այստեղ նաեւ կա քանակը որակի վերաճելու հայտնի փիլիսոփայական մոտեցումը, ինչպես դուք գիտեք, եւ այստեղ կա պատասխանը ձեր այն հարցին, թե եթե մենք նայենք այսպես արդյոք բոլորը ծանոթ դեմքեր են, բայց դուք ուզում եք անծանոթ մարդիկ միանգամից հայտնվեն, ասենք որևէ կուսակցության առաջին տեղերում 6-7-րդ։ Ես ձեզ հարց եի տալիս, ասում եմ, երբ որ դուք տեսնում եք արդեն վաղուց տեսած չինովնիկներին ցուցակում, արդեն վաղուց տեսած հոգնածրած մարդկանց կուսակցական դեմքերին եւ քաջածանոթ Խոսրով Հարությունյանին, Արտաշես Գերանյանին, ձեզ եւ գեներալ Մանվելն էլ գումարած, ձեր մոտ տպավորություն է ստեղծում, որ իրոք սա այն փոփոխություններ բերող թիմն է, թե ձեր մոտ տպավորություն է ստեղծում, որ սա իրոք ոչ մի բան չփոխող թիմն է։ Նախ եւ առաջ այն, որ հայտարարվեց արդեն հանրապետական կուսակցության երկրի նախագահի կողմից այդ կուրսը դեպի բարեփոխումներ, կարծում եմ այդ առաջին քայլը արդեն ապացույցը եղավ այդ կուրսի։ Առաջին քայլը հենց այս մոտեցումն է, որը որ բարեփոխում է քաղաքական դաշտում։ Նախագահը ասեց, որ մենք պետք է բեռնաթափենք ցուցակը, բեռնաթափենք պարլամենտը, ուրեմն գործարարներից, տարբեր տեսակի պետք է ավելի քաղաքականացված լինի, չէ, ժամանակին դուք գիտեք, եւ տարբեր կուսակցություններով ամբողջ կոալիցիան կարելի ասել ներկայացված էր հիմնականում շատ ուրեմն գործարարներով։ Այսօր այդ մոտեցումը գոնե հանրապետական կուսակցության կտեսնենք կոալիցիայի մյուս կուսակցությունները ինչպես կդրսևորեն իրենց, բայց գոնե հանրապետական կուսակցությունը արդեն հայտարարեց փաստը, որ նա իր ցուցակը, այսինքն քաղաքական մասը բեռնաթափում է գործարարներից։ Մեծամասնականը այլ խնդիր է, մեծամասնականը ինչ որտեղ այո, գուցեև կարող է լուծել այդ падգամավորը, չգիտեմ, այդտեղ ջրատարի խնդիրը, կարող է լուծել այդ տարածքի, չգիտեմ, շինարարության ինչ որ մի խնդիր, կարող է ուրեմն մոտեցումներ ունենալ, նաև գործարարի պատկերացումներ ունենալ, որովհետև մեր մանավանդ վերցրեք սահմանամերձ շրջանները, ինչպիսի խնդիրներ կան այդտեղ լուծելու, ոչ միայն քաղաքական, եւ ոչ այնքան քաղաքական կասեի, ինչքան կոնկրետ բնակիչների, գյուղերի, քաղաքների ամրապնդումը սահմանամերձ շրջաններում մենք ունենք այդ խնդիրը։ Եվ հասկանալի է, որ այդտեղ գուցե պետք է լինի մարդ, որը ոչ թե քաղաքական գործիչ է, այո, օրինակ ինձ համար բավականին դժվար թաղապետ։ Դրա համար կան թաղապետեր, պարոն Բաբուխարյան։ Թաղապետը Երևանում է թաղապետ, իսկ падգամավորը դուք մի փոքր լավ չեք պատկերացնում այդ падգամավորի մեծամասնական աշխատանքը։ Նա պետք է վերցնի այդտեղից ինֆորմացիան, վերցնի խնդիրը, գտնի այդ խնդրի լուծման ձևը, մտցնի օրինակ այդ խնդիրը պետական բյուջե։ Ասֆալտ փռելու համար падգամավոր լինել պետք չի։ Ուրեմն ասֆալտի տանիք սարքելու համար, եթե մարդը իրոք ուզում է սարքի տանիք, այլ ոչ թե մարդու ձայնը գնի գային քաղաքական ժողով, նա առանց падգամավոր դառնալու կարող է այդ տանիքը վերանորոգել։ Ես հասկանում եմ, որ դուք փորձում եք այսպես ասած Ես փորձում մտածել բարձր։ Պարզունակեցնել հարցը, բայց շատ պարզ, թվում է շատ նորմալ հարց։ Ես խոսում եմ, ասեցի, սահմանամերձ շրջանների ամրապնդման հարցը։ Դա իհարկե տանիք չէ, դա ասֆալտ չէ, դա համալիր լուծումների պահանջող խնդիր է։ Համալիր լուծումը դա եւ մտնում է կառավարության ծրագրի մեջ։ Համալիր լուծումը արտահայտվում է պետական բյուջեում, որպեսզի ապահովի դրա ֆինանսավորումը։ Համալիր լուծումը արտահայտվում է տարբեր օրենքներում, որպեսզի ապահովի դրա օրենսդրական ապահովությունը եւ այլ եւ այլ։ Բնականաբար հարցը իջեցնել միջև ուրեմն տանիք նորոգել կամ միջգյուղական ճանապարհ փռելը մենք ձեզ հետ չենք։ Բարի, ստրատեգիական հարցեր են լուծել։ Պարոն Բաբուխարյան, ես հիշում եմ, որ դուք ընդդիմադիր եք։
բավական հենց հիշում եմ Արյան կանչով արտաշատում նույնիսկ դանակով խփեցին, եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա ես ոնց հարցնել, ի՞նչն է փոխվել մեր կյանքում, երբ նույնիսկ իշխանություններն են խոստովանում, որ շատ բան չի փոխվել դեպի լավը, որ դուք դարձաք իշխանական։ Ուրեմն նախ եւ առաջ նորից դա այն նորարարությունն է, որը որ կա ցուցակում, ինչի ես քան ուրախացեք։ Իշխանական նորարարություն։ Նորարարությունը այն է մոտեցումը, որ այն կուսակցությունները ոչ միայն մենք ենք ընդդիմադիր, այլ այդտեղ բազմաթիվ կուսակցություններ։ Հիմա դուք էլի ընդդիմադիր եք որպես այդտեղ։ Չէ, իհարկե ոչ։ Ինչա փոխվել Այն կուսակցությունները, որոնք ընդդիմադիր էին, հրավիրվեցին մասնակցելու ընդհանուր աշխատանքի եւ այդ ընդհանուր աշխատանքի մեջ ունենալու իրենց խոսքը մասնակցելու մեր երկրում բարեփոխումներին։ Սա իսկապես նոր մոտեցում է, նոր խոսք է։ Եվ մենք այն պետք է շատ ուրեմն ճշգրիտ գնահատենք որպես կառուցողական բարեփոխումների ճանապարհ։ Ինչ վերաբերում է ինչն է փոխվել կամ ինչու մեր կուսակցությունը ընդունեց այդ առաջարկը եւ այսօր պատրաստ է աշխատել, որպեսզի այո, մեր ծրագրերը իրականացնենք միասին հանրապետական կուսակցության հետ, մնացած ուրեմն այն կուսակցությունների հետ, ովքեր գտնվում են այդ ցուցակում։ Փոխվել է մոտեցումը։ Փոխվել է մոտեցումը, որ կա ձգտում, նախագահը կոչ արեց։ Բերեք միասին վերափոխենք մեր երկիրը։ Բերեք միասին բարելավենք մեր երկիրը։ Եվ այդ կոչը անհրաժեշտ է աջակցել այդ կոչին։ Այդ կոչին անհրաժեշտ է իսկապես հավատալ։ Այս կոչին իսկապես պետք է մենք Դուք հավատացել եւ փոխվել եք։ Ես ճիշտ հասկացա։ Մենք չենք փոխվել։ Մենք գնացել ենք ընդդիմադիր եք, դարձաք իշխանական։ Փոխությունը ակնհայտ է։ Ուրեմն մենք ընդդիմադիր ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որպես խիստ ընդդիմադիր։ Իշխանության չէ։ Մենք ընդդիմադիր էինք շատ ուրեմն բավականին ոչ այնքան խիստ ինչքան Լևոնի ժամանակ, բայց էլի բավականին ընդդիմադիր էինք Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ինչ վերաբերում է 2008 թվականից հետո, ապա քանի որ մենք չէինք կազմում իշխանության մաս, կոալիցիա չէինք։ Այսինքն կոալիցիան 3 կուսակցություններ են, իրանք իշխանական են։ Մնացած բոլոր կուսակցությունները կամ խիստ ընդդիմադիր են, կամ կառուցողական ընդդիմադիր են։ Մենք մեզ անվանում ենք հայրենասիրական ընդդիմություն, քանի որ զուտ քաղաքագիտական առումով մենք արդեն չենք կարող լինել իշխանություն։ Հիմա հայրենասիրական իշխանություն եք։ Հիմա մենք այո ուզում ենք լինել հայրենասիրական իշխանություն, ուզում ենք լինել այն դաշինքի մեջ, որը որ փորձում է կառուցել երկիրը նորովի, նորացնել կյանքը Հայաստանում։ Հանրապետական կուսակցությունը 13 տարի իշխանության է։ Այո։ Իրենք էլ խոստովանում են, որ ամեն ինչ պետք է փոխել, որտեղ լավ չի ստացվում։ Դե ոչ թե ամեն ինչ պետք է փոխել։ Կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսության աճ, ոչ թե ամեն ինչ պետք է փոխել։ Հիմա եթե մեծ առումով բան չի փոխվել, ինչի 13 տարի հետո դուք հանգարց հասկացաք, որ դուք պետք է հավատաք հանրապետական եւ այդ ցուցակում լինեք։ Ուրեմն փոխվել է շատ բան։ 2008 օրինակ նախագահը փոխվել երկրում։ Ես երևույթների մասին եմ խոսում։ Այսինքն դե մոտ ամեն ինչ անձերի վրա։ Իսկ ձեր կարծիքով նախագահի անձից ոչ մի բան չի կախված։ Կախված է, ես ասում եմ երևույթ։ Հələ համատեք Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, ասենք եւ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը։ Կարող եք համատել։ Երևույթների առումով կոռուպցիան նվազել է։ Իհարկե նվազել։ Նվազել է։ Այո։ Դուք տենց զգացել եք, որ կոռուպցիան մեր երկրում իրոք նվազել է։ Իսկ դուք չեք զգում։ Իհարկե չեմ զգում։ Իսկ ես զգում եմ։ Զգում եք։ Տնտեսությունը բայլավել է, դուք դա եք։ Համենայն դեպս, եթե կոռուպցիան չի նվազել, ապա մենք հարց ունենք իհարկե կոալիցիան ինչի չի նվազել, բայց մենք կարծում ենք, որ քայլեր են կատարվել, որպեսզի երկրում ավելի հստակ լինի օրենսդրական դաշտը, օրինականության դաշտը, դատական դաշտը եւ այլն, կամ բաց թողումներ։ Եվ պետք է այդ բաց թողումները ուրեմն լրացնել, այդ բաց թողումները մենք պետք է կարողանանք կառուցողական մոտեցումով փոխել եւ ոչ թե նստել ամեն մեկս ուրեմն ձև տալ, որ մենք ոչ մեկս կապ չունենք ոչ մի բանի հետ այս երկրում, ինչ որ մեկից ինչ որ բան պահանջել։ Պետք է փոխենք երկիրը։ Ով պետք է փոխի երկիրը, պետք է իհարկե լինի քաղաքական ավանգարդ, որը տանում է իր հետևից, եւ պետք է լինի հասարակության լայն շերտերի աջակցությունը, որպեսզի ինչ որ բան փոխվի։ Որովհետև այդ ձեր ասած կոռուպցիոներները, մեկը մեր հարևանն է, մեկը մեր բարեկամն է, մեկը մեր ազգակիցն է, մեկը մեր համադասարանցին է, դրանք օդից, այլ մոլորակից իջած մարդիկ չեն։ Դա մեր հասարակությունն է։ Եթե հասարակությունը այդպես է տրամադրված, ուրեմն պետք է այդ հասարակությունը նախ փոխել իր մոտեցումները։ Իսկ որպեսզի փոխել, այո, կոչ արվեց, հավատացեք, որ մենք կարող ենք փոխել մեր երկիրը, հավատացեք, որ մենք կարող ենք ապրել ոչ թե այս ուրեմն վիճակում, երբ որ ամեն մեկը կարող է մտածել սկսած չինեմ պահակից, սկսած պահակից, որ կարելի է մի քանի մանետ գողանալ եւ դրանով ապրել, այլ պետք է նպատակաուղղվել, որպեսզի բոլորս ստեղծենք մի երկիր, մեր երկիրը, որը որ
լինի ապրելու համար ավելի հարմարավետ, ավելի ուրեմն բարեկեցիկ եւ իհարկե մենք կարողանանք հաղթել այդպիսի երկրով այն բոլոր դժվարությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրի շուրջը, որի մասին երբեմն մենք մոռանում ենք։ Սիրելի հեռուստատողներ, տեսնում եք, ինչքան քիչ բան է պետք հավատալու համար։ Ընդհանրապես ասում են հավատա եւ դու հավատում ես։ Շատ Պետրոսյան, հավատալու համար պետք է ունենալ կամք, պետք է ունենալ գիտակցություն եւ պետք է ունենալ հայրենասիրություն։ Այսինքն 13 տարի դուք այդպեսին չէիք։ Մենք այդպիսին ենք 1988 թվականից։ Ինչ փոխվեց այդ դեպքում։ Հա, 1988 թվականից փոխվեց շատ բան։ Շատ բան։ Արգաժան Պետրոս, փոխվեց հասարակարգ, փոխվեց իրավիճակ, փոխվեց տարածաշրջան, փոխվեց ի վերջո մենք հաղթեցինք պատերազմում եւ այլն եւ այլն։ Շատ փորձագետներ, լրագրողներ այսպես են ասում, որ տեսեք, գալու է Հայազգային կոնգրեսի թիմը, պարոն Բաբախանյան, եւ քանի որ հանրապետական ցուցակում անհրաժեշտ են մարդիկ, որոնք այսպես բանավիճային տեղը կդնեն ՀԱԿ-ի ակտիվիստներին ազգային ժողովում, ձեզ Արտաշես Գերամյանին մտցել են ցուցակ, որպեսզի ոչ թե դուք, ինչպես ասում եք, փոխեք մեր կյանքը, դրա հնարավորությունը դուք բազում անգամ ունեցել եք։ Երբ ենք ունեցել։ Երբ որ Արտաշես Գերամյանի հետ կրկին ազգային ժողովում էինք։ Այս ժամանակ մենք ընդդիմություն էինք եւ մեծ չափով, այո, բարելավել ենք կյանքը։ Եթե դուք նայեք մեր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դարձել են իրականություն եւ օրենքներ, դուք դրա մեջ կհամոզվեք։ Ես դեռևս օրինակ երկրի օրենսդրական նախաձեռնություններն եմ նայում։ Եվ ձեզ տանում են, ձեր վերջը չէր եւ ձեզ տանում են ազգային ժողով, որպեսզի դուք այնտեղ բանավեճի մեջ տանում են։ Դե ես ցուցակով տանում են, էլ տանել են։ Ոչ թե տանում են, այլ ուրեմն ստեղծվել է նորից եմ ասում լայն կոալիցիա, լայն նախընտրական դաշինք եւ ուրեմն այդ դաշինքով տարբեր կուսակցություններ պայքարելու են ընտրություններում հաղթանակի համար։ Բարի։ Հիմա մարդիկ ասում են, որ ձեզ տանում են, բանավր կներեք, որպեսզի դուք ազգային, բայց ինչ չեն կարա տանել։ Թող տանեն։ Ինձ ոչ մի տեղ չի տանում։ Որպեսզի դուք մեզ հրավիրել են, մենք մասնակցում ենք։ Մենք մասնակցում ենք ընդհանուր հրավիրել են ցուցակով ազգային ժողով, որպեսզի դուք այնտեղ լավ բանավիճեք Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ։ Այդպիսի կարծիք կա։ Մեկնաբանեք այդ կարծիքը։ Ուրեմն, գիտեք ինչ, կարծում եմ Հայ ազգային կոնգրեսի համար մի հատուկ ուրեմն թիմ ստեղծելը շատ մեծ պատիվ է։ Հատուկ չի, 2-3 մարդ կա։ Դե 2-3 մարդը բավականին հզոր մարդիկ են, որոնք կարող են ձեր կարծիքով ուրեմն մի ամբողջ կուսակցություն, այսինքն կուսակցություն չէ, 18 կուսակցություն, ուրեմն դնել մի կողմ եւ լրացնել այնպես, որ այդ 18 կուսակցությունը իր հետ վերցած չկարողանան մի հատ ծպտուն հանել։ Ես իհարկե ուրախ եմ, որ նման բարձր ձևով է գնահատվում մեր գործունեությունը, բայց պետք է ձեզ հիասթափեցնեմ, որ Հայ ազգային կոնգրեսը մեր քաղաքական գործունեության մեջ զբաղեցնում է քիչ տեղ եւ քիչ ուշադրություն ենք դարձնում այդ կազմակերպությանը, քանի որ չեմ կարծում, որ ՀԱԿ-ի ուրեմն գործունեությունը ինչ որ ճակատագրական կարող է լինել Հայաստանի համար։ Դուք տեսնում եք, որ օրեցօր նվազում են նրանց կողմնակիցների շարքերը, միտինգները դառնում են շատ նոսր եւ այլ եւ այլ։ Պետք է նորից ասեմ, կրկնեմ, ինչի համար կոնկրետ մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը եւ համոզված եմ նաեւ մնացած կուսակցությունները, որոնց մասին դուք ասում եք, եկել են գալիս են ազգային ժողով, մասնակցում են ընտրություններին եւ փորձում են ստանալ ընտրողների ձայները, որպեսզի իրագործենք մեր այն ծրագրերը, որոնք նպատակաուղղված են երկրում բարեփոխումներ կատարելու, մեզնից յուրաքանչյուրի, այդ թվում ձեր, բոլորիս կյանքը բարելավելու ուղղությամբ։ Ասենք հերոսայտողների հարցերին։ Չեք կարծում, որ ձեր կուսակցությունն իրեն սպառել է եւ ժամանակի հետ դուք կտարալուծվեք Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ։ Վարդան Աշչյանն է ձեզ հարցնում։ Պարոն Աշչյանին պատասխանեմ, որ ոչ, չեմ կարծում եւ կուսակցություն, որը որ անընդհատ հանդես է գալիս նախաձեռնություններով, իսկ այդ նախաձեռնությունները գրեթե ամեն շաբաթ մենք նոր նախաձեռնություն ենք հանդես բերում կյանքի բոլոր ասպարեզներում, մշակույթ, կրթություն, չգիտեմ, աղանդների դեմ պայքար, տնտեսություն եւ այլն։ Նման կուսակցությունը իհարկե հեռու է սպառվելուց եւ այն, որ մեր ձեր շարքերը օրեցօր խտանում են։ Մեր շարքերը այո օրեցօր խտանում են եւ դա դրա ապացույցն է։ Ինչ վերաբերում է ուրեմն տարալուծվելուն, գուցե 10 տարի հետո ինչ որ կլինի մեկ ընդհանուր պահպանողական կուսակցություն, մեկ ընդհանուր լիբերալ կուսակցություն։ Հանրապետականը կտարալուծվի ՍԻՄ-ի մեջ, լավա չասեցիք։
ինչու լավ է։ Մի օր կարող է լինել կուսակցությունների ընդհանրացում այն առումով, որ լիբերալ ուղղությունը լինի մեկ կուսակցությունով ներկայացված, ազգային պահպանողականը լինի մեկ կուսակցությունով ներկայացված, եւ կլեն կուսակցություններ, որոնք չգիտես ինչ գաղափարախոսություն են քարոզում, դրանք էլ երևի կհավաքվեն էլի մի կուսակցության։ Լիբերալ չի։ Ես ասեցի լիբերալ կուսակցությունները։ Հանրապետական լիբերալ է թե ոչ։ Իհարկե ոչ։ Ոչ։ Խոսքը ազգային պահպանողական է։ Ազգային է։ Ազգային պահպանողական։ Ինչ վերաբերում է լիբերալներին, խոսքը գնում է ՀԱԿ-ի վերաբերյալ, ժառանգության վերաբերյալ, ազատ դեմոկրատների վերաբերյալ, հիմա դասախոսություն չկարդանք, քաղաքական դաշտի մասին հասկանալի է։ 1990-ով դու որ պարտանում եք, միայն Հրանտ Խաչատրյանի անձի շնորհիվ դուք գնացիք առաջ, որին էլ հետո դավաճանեցիք։ Եվ ինչքան են ձեզ վճարում Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Ասում է Տիգրան Ռշտունին, հետաքրքիր Տիգրան Ռշտունին որտեղ աշխատում է, ինքը գիտի այդ ինֆորմացիան։ Ուրեմն ես չգիտեմ Տիգրան Ռշտունին ընդհանրապես երևի հորինած անձնավորություն է, եթե նման մարդ կա, հրավիրում եմ իրեն Սիմ կուսակցություն, որպեսզի մենք իր հետ ծանոթանանք, շատ հետաքրքիր կլինի։ Եթե չկա այդպիսի մարդ վաղը չեմ իսօր, ես կհամարեմ, որ ուրեմն այդպիսի մարդ գոյություն չունի։ Այո։ Եվ եթե խոսենք ընդհանրապես մեր կուսակցության 90 թվականի գործունեության մասին, մենք հպարտանում ենք, որովհետև 90 թվականին, ինչպես հայտնի է, մեր կուսակցությունը ներկայացված էր ազգային ժողովում, անձամբ ես եղել եմ այն ժամանակ Գերագույն խորհուրդ էր, ՀԽՍ Գերագույն խորհուրդ, անձամբ ես եղել եմ Գերագույն խորհրդի 2 հանձնաժողովների անդամ, ընդ որում մեկը մշակում էր մեր անկախության մասին հռչակագիրը։ Եվ ես շատ հպարտ եմ, որ մեր անկախության հռչակագրի մեջ կա մի քանի կետ, որը առաջարկել եմ ես մեր կուսակցության անունից եւ որի համար պայքարելով մենք հասել ենք։ Մեկը դա ցեղասպանության միջազգային ճանաչումն է, մյուսը դա Արցախի վերամիավորման ուրեմն ամրագրումն է, այսպիսի ուրեմն կարևոր առանցքային կետեր մեր կուսակցությունը առաջարկել է, իհարկե ոչ միայնակ, այլ մենք առաջարկել ենք այն ազգային բլոկի կողմից, որտեղ կար եւ հանրապետական կուսակցությունը եւ այդ առումով պետք է ուրեմն հանգստացնեն բոլոր նրանց, ովքեր այսօր ուրեմն ձեր ասելով ուրեմն այսպես մի քիչ լարվել են այդ ցուցակում տեսնելով ներկայացուցիչներին, որ սկսած 89 թվականից Սիմ կուսակցությունը եւ հանրապետական կուսակցությունը եղել են ուրեմն նույն ճակատում 89 թվականից արդեն 23 տարի է կուսակցությունները համագործակցում են, կուսակցությունները միասին դրել են Հայաստանի անկախության հիմնադրույթների, այսպես ասած, բազան, հիմքը, որը արտացոլվել է, այո, հենց 1990 թվականի անկախության մասին հռչակագրում, գուցե ոմանք չեն հիշում այդ ժամանակաշրջանը։